Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միության խաղային լիգայի ֆուտզալի մրցաշարը կունենա նոր չեմպիոն։ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ անցկացվող մրցաշարում հայտնի են եզրափակիչի մասնակիցները։ Չեմպիոնական գավաթի համար կպայքարեն Գյումրին եւ Մեծամորը։ Կիսաեզրափակիչում գյումրեցի երիտասարդները շատ վստահ 8-2 հաշվով պայքարից դուրս թողեցին Ավանգարդին, որը նույնպես առաջնության ընթացքում աչքի էր ընկել դիտարժան ու գրագետ խաղով։ Այս մրցաշարով մենք երկրորդ անգամ ենք արդեն մասնակցում։ Մենք ձեռք ենք բերել նոր ընկերներ, թե Հայաստանի տարբեր մարզերից, թե Արցախից։ Լարված հանդիպում ստացվեց այսօր ու ոչ միայն այսօր, ընդհանուր մրցաշարում։ Շատ հետաքրքիր մրցաշար է, զարգացնում է երիտասարդական համայնքների ակտիվությունը եւ ավելի շատ ֆուտբոլ սպորտի նկատմամբ հետաքրքրություն է ձեռք բերվում։ Շատ դրական տպավորություններ է, շատ լավ է կազմակերպված։ Պայքարը թեժ է, բոլորն հաղթելու համար են եկել, բայց մասնակցությունն է կարևոր։ Նախորդ տարվա համեմատ այս տարի թիմերը, սկսած մեր թիմից վերջացրած մյուս թիմերից ավելի լավ են պատրաստված, այս տարվա որակներն ավելի ուժեղ են։ Գյումրիի հետ գլխավոր մրցանակի համար կպայքարի Մեծամորը 1/8 եզրափակիչում այս թիմը հաղթել էր Արցախին, քառորդ եզրափակիչում Շիրակին։ Կիսաեզրափակիչում էլ Մեծամորը համար պայքարում 5-2 հաշվով առավելության հասավ ակունքի նկատմամբ։ Առաջի հերթին ուզում եմ շնորհավորել մեր թիմին եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։ Առաջնությունը կազմակերպված է շատ մակարդակով, որակյալ, շատ շնորհակալ ենք կազմակերպիչներին։ Մեր թիմով սիրողական ֆուտբոլ վաղուց ենք խաղում ու հաղթանակներ են մեծամասնությամբ։ Հենց որ սպասելի էր էս, բայց մեր թիմի տղեկին հալել է։ Բոլոր մրցակից թիմերն էլ ակնկալիքից էլ ավելի ուժեղ էին պատրաստվել այս մրցաշարերին, դրա համար խաղերը փոքրիշ բարդ է ստացվում։ Կազմակերպվածության մակարդակը անհամեմատ փոխվել է այս տարի, շատ խստորեն են վերաբերվում դրված պայմանների հանդեպ։ Աղջիկների չեմպիոնն արդեն հայտնի է։ Կրկին ուժեղագույնը Կիլիկյան է, որն այս տարի համալրվել էր Արցախի, Գյումրիի եւ Երևանի խաղացողներով։ Երկրորդը Ադանան է, իսկ եռյակը եզրափակել է Ֆուրյան։ Մրցաշրջանի ընթացքում ձեռք բերեցինք շատ ընկերներ, շատ համառ պայքար էր, ասեմ, 19 հաշվով հաղթեցինք, բայց այս ամեն ինչը ոչ թե արված էր նրա համար, որ հաղթանակ ունենանք, այլ որ լավ ժամանակ անցկացնենք։ Հայաստանում, քանի որ աղջիկների ֆուտբոլը, կանանց ֆուտբոլը այդքան էլ բարձր մակարդակի վրա չի, նման մրցաշարերը շատ են օգնում, որպեսզի աղջիկները կանայք նույնպես իրենց կարողանան ցույց տալ, իրենց պոտենցիալը ցույց տալ։ Ես շատ եմ ողջունում եւ կցանկանայի, որ նման մրցաշարեր շատ կազմակերպվեն։ Թեև յուրաքանչյուր խաղում պայքարը թեժ է, բայց արդեն ավանդական դարձած այս մրցաշարում գլխավոր հաղթանակը համախմբման գաղափարն է, որը միավորել է Հայաստանի ու Արցախի հարյուրավոր երիտասարդների։ Այս անգամ էլ ավելի շատ քանակի թիմեր մասնակցեցին եւ այն գաղափարը, որի հետևից մենք գնում էինք, առաջնության հիմքում դրել էինք, այն էր ընկերասիրությունը, նոր ծանոթությունները, մարտական տրամադրվածությունը, սպորտային պատրաստվածության մակարդակի բարձրացումը ավելին քան մեզ մոտ ստացվեց։ Իհարկե բոլոր թիմերում նկատվում էր մարտական տրամադրվածությունը, բայց առանձնահատուկ ուզում եմ նշել Արցախից գրանցված թիմերի մասնակցության մասին, որովհետև արցախցիների տրամադրվածությունը, խաղային բարձր մարտական տրամադրվածությունը իհարկե տարբերվում էր ընդհանուր մրցաշարում։ Ֆուտբոլը աշխարհում ամենասիրված ու ամենատարածված մարզաձևերից մեկն է եւ մեր նպատակը հենց դա է, որպեսզի այս խաղի շրջանակներում հարյուրավոր, հազարավոր երիտասարդներ հնարավորություն ունենան համախմբվելու, միմյանց ճանաչելու, ծանոթանալու, հետագայում նաեւ այդ ընկերությունը շարունակելու։ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը մշտապես կարևորելով առողջ ապրելակերպի գաղափարների քարոզումն ու տարածումը շարունակական է դարձնելու նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, որովհետև այս ժամանակահատվածում թե մասնակից անձանց, թե թիմերի ցանկությունը փաստում է այն մասին, որ այս նախաձեռնությունը սիրվել է շատ-շատերի կողմից եւ ավանդական դառնալու միտում ունի։ Եզրափակիչը կկայանա հոկտեմբերի 5-ին, հաղթողներն ու մրցանակակիրները կստանան խոշոր դրամական պարգևներ, կլինեն նաեւ հատուկ անվանակարգեր։ Արամ Մանուկյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։